տեսակ ծափարեցիք աղավնիները թռան։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր և ինչ էր նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն և այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. և ևս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է և խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետև մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուց զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Մեզ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի և մեզ պետք է կայացնել որոշումներ։ Այսօր և ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է։